Շատերին առաջին հայացքից թվում է, թե Նիկոլ Փաշինյանը հաղթել է։ ԿՊ-ն օգտագործելով իր ողջ վարչական ռեսուրսը ստացավ ամենաշատ ձայները։ Բայց եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչու չենք տեսնում մենք հաղթանակի ուրախություն։ Ինչու հաղթողի ինքնավստահության փոխարեն տեսնում ենք կրքոտ ռետորի նյարդայնություն, ագրեսիվ ռետորաբանություն, սպառնալիքներ ու անընդհատ նոր թշնամիների ու մեղավորների որոնում։ Իսկ պատասխանը շատ պարզ է։ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններին չէր գնում պարզապես իշխանություն պահելու համար։ Նա գնում էր սահմանադրական մեծամասնության հետևից։ Նա ժողովրդից խնդրում էր այնպիսի մանդատ, որը թույլ կտար նրան առանց այլ քաղաքական ուժերի համաձայնության առաջ տանել իր եւ Ալիևի քաղաքական օրակարգը։ Այդ թվում որոշումներ, որոնք վերաբերվում են Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանադրությանը, Ալիևի հետ խաղաղության օրակարգին ու Հայաստանի Հանրապետության ապագային։ Բայց ժողովուրդը նրան այդ մանդատը չտվեց։ Նա չստացավ այն լիազորությունները, որի համար դիմել էր ժողովրդին։ Չստացավ սահմանադրական մեծամասնություն, չստացավ անսահմանափակ քաղաքական մանդատ։ Եվ հենց այստեղ է այս ընտրությունների գլխավոր պարադոքսը։ Առաջին հայացքից թվում է, թե Նիկոլ Փաշինյանը հաղթել է, բայց իրականում նա պարտվել է, չի ստացել այն, ինչի համար պայքարում էր։ Դրա համար էլ այսօր տեսնում ենք ոչ թե հաղթողի հանգստություն, այլ նյարդայնություններ ու ճղաձգումներ։ Սա է տխուր ուրախությունը։